լրագրողներ, դուք ընդհանրել եք լսել շատ բան է։ Պարոն Ալեքսանդր, ես չգիտեմ այդ ով ասել որ դուք կարաք ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանք։ Պարոն Ալեքսանդր, դա իմ գնահատականն է, ձեր գնահատականը վիրավորակչի կամ բան չի։ Պարոն Ալեքսանդր, ես խնդրում եմ, դուք չունեք, դուք ուշադիր լսեք, գնացեք ձեր թերթերում, հեռուստաընկերություններում արձանագրեք, որ դուք վատ բան եք լսել, կամ լավ բան եք լսել, մի արձագանքեք եւ մի խանգարեք մեր աշխատանքը։ Սիրելի, դուք շատ լավ դարձական թիվ անհամար։ Օրալսերը դուք ճիշտ եք։ Փաստորեն ես ուզում եմ հայտնաբերեմ այն միակ անդրախտ դուք եք։ Ֆակտոր TV-ն է, նարեկ շատ լավ։ Արվերի գործընկերին շարունակենք մեր աշխատանքը, պարոն Ալեքսանդր, դուք եթե հարց ունեք, ինչ ես եկավ։ Ինչեցնում եմ, հարցապնդումը որպես այսպեսին եթե կուզեք։ Նայ մեզ ընդդիմադիր լրագրողներ են բոլորը, վատ բան չի ընդդիմադիր լրագրողները կամ ընդդիմադիր լրատվականները, սա որպես վիրավորան կամ պիտակ չի, մա քաղաքական ուղղվածություն է լրատվականների մեջ, ինձ փորձել եք համոզեք հրապարակը չի ընդդիմադիր, չգիտեմ, դեռ News-ը չի ընդդիմադիր, 24 News-ը չի ընդդիմադիր, ձեր լրատվականի անունը չեմ հիշում, բայց ես հիշում դուք եք ընդդիմադիր։ Դուք ո՞ր լրատվական եք, որ ձեր չեն Լրել, որը չի ընդդիմադիր։ Պարոն Մանուկյանը այս ընդդիմադիր լրագրողները մարդիկ տեսել են։ Ախր ակնհայտ է, որ այս մարդիկ տեսել են, այն ինչ իրանք ուզեցել են տեսնել։ Այս մարդկանց տեսածը ու լուսաբանածը ակնհայտ է, թե ինչ պետք է լինի։ Բայց դրա համար է, որ եթե 2010-2017 թվականների տարեկան միջին սպանությունների թիվը միջինում տարեկան եղել է 52, վերջին 5 տարում այդ թիվը միջինում 50 է, բայց այս մարդկանց լուսաբանածը ունեցա, որ սպանությունների թիվը տարեկան 100 անգամ աճել է։ Ակնհայտ է, որ տենց պետք է լինի, ժողովուրդ ջան, որովհետև ակնհայտ է, որ օլիգարխի կոնկրետ մի հատ կլան, կոնկրետ սպասարկող, կոնկրետ քաղաքական կենտրոնի զրկվել է Հայաստանում իշխանությունից, ու այդ ամբողջ իրական կարգածը եւ ամեն ինչը պաշտպանելու համար այսքան լրատվական կան դիմաց։ Մեծ լրատվականները որտեղից են ֆինանսավորվում։ Որտեղից են ֆինանսավորվում, որպես Ուրեմն դուրս եկեք միացնելից, եթե ձեզ թվում է, թե դուք կարող եք հանձնաժողովի նիստի մասնակցեք, այլ քեզ Կարանք ձեզ դիքը բան ասեք, թե ձեզ մենակ Աղվա Վարդայանը կարա հրապարակի շեֆում բան ասի։ Ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք, ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք, Հելիքը քեզ եղավ է հյուսակապ ձրին չբացարկեցնեք։ Հելիքը լրագրողների տիրակալում է։ Հարկավոր լրագրողներ։ Լրագրողների օմբուդսմենն է։ Լրագրողների չէ, ընդդիմադիր լրագրողներ, ով որ ծառայում են նաև կների կարտայնությանը համար պաստուպիտա։ Պարոն Ալեքսանդր, մի վարդ, հարկի լրագրողներ։ Գողական է, քան բարայով, պաստուպիտով, բանով։ Գողականը, պարոն Մանուկյան, ձեր շեֆերն է, ու ձեր շեֆերի շեֆերն է, Են որ ազգային ժողովի ամբիոնից պարեկների աշխատավարձես 5 տարի սարքել եք մեկը հենց դուք, պարոն Մանուկյան, թիրախավորման թեմա։ Պարեկների Կներեք, եկեք աշխատենք գուցե, այս վեճը դրնից են ով անդր կարող կանեք լրագրողները տեսեք ինչքան շատ են բոլորը սենսացիային մանգալ եկան բարով եկեք հիմա սենսացիաները վերացան շարունակում ենք աշխատանքը տիկին նախարար ձեր բացահայտման համար բավականին մեծ դաշտ բացվեց դուք պետք է ուսումնասիրեք 300 լիտրյանները կտան մեր գործընկերները եւ եթե դա չի համապատասխանում հայտարարությամբ հանդես կգան պարոն կերկերը մի հատ կերկերը հարկելի գործում չէ հիմա առանց կերկեր հարցը դիմում պիտի շատ սիրելի եւ հարգելի գործընկերներ երբ որ 5 տարի շարունակ թիրախավորման առաջայր դարձնում պարեկների աշխատավարձ Կարող ազգային ժողովի ամբիոնից անընդհատ թիրախավորելով պարեկներին այսքան աշխատավարձ եք տալի, պարեկներին այսքան աշխատավարձ եք տալի։ Հետո հաջորդը գալիս եք նախարարին ասում եք Բա ինչ եղավ այդ հիմնանյութերի բացահայտում, այս մեկի բացահայտում, այն մեկի բացահայտում, հետո պետք է բացահայտի։ Կարող է, օրինակ մեր հարգելի չգիտեմ, ազգային ժողովի շենքի, չգիտեմ, կադրերի բաժինը պետք է բացահայտի, չգիտեմ, մեծամասամբ պարեկները պետք է բացահայտի։ Այդ մարդիկ են բացահայտում ու բացահայտելու են։ Բա ինչ է այդ դեպքում թիրախավորում։ Որ ասում եք գողական կապան, էդ է գողական։ Այդ գողական բառը այս հանձնաժողովի քիչ օգտագործվում։ Ձեր աշխատանքային լեզվով բառ ասեցի, որ հասկանալու։ Դա մերժում են գողական բառը, այդ մշակույթի դեմ եք որ դրական համակարգ ունենք պայքարելու համար։
Դիգի նախարար, եթե որտեղ այս հարցը չլսեցի, եթե հարցը նկատեցի, Համաձայն եք դիտի նախ։ համաձայն եք ասեք այո կամ ոչ, եւ շարունակենք։